All right. Խաղաղություն բոլորիդ։ Աստծո խոսքի մեջ գրած է ամեն շունչ ունեցող թող փառք տա Աստծուն, ամեն։ Մեծ պատիվ է, երբ որ կիրակի օրը գալիս ենք ու Աստծուն փառավորում ենք Աստծո ժողովուրդ։ Մի երկու հայտարարություն եմ ուզում անեմ, հետո հայտարարության հետ միասին ուզում եմ ասեմ այսօր ինչի մասն ենք խոսալու։ Անցյալ կիրակի օրը հիմնականում խոսքը գնում էր, թե ոնց պետք է ընդունենք Հիսուսին։ Ու ես ինչքան հնարավոր էր շատ հասարակ ձևով ներկայացրեցի, թե ամեն մեկս պետք է մեր մեջ տեսնենք, մենք Քրիստոսին ունենք, թե չէ, ճիշտ ձևով։ Այսօր մի փոքր էլի դրա մասին կխոսանք, բայց շատ կարևոր է, որ ամեն մեկը դա իմանաք, դուք Քրիստոսին ճշմարտությամբ ունեք, թե չէ։ Որտեվ Աստծո խոսքի մեջ գրած է, ով որ Հիսուսին չի սիրում, ասում է նա անիծյալ լինի։ Alright, սա գրած է առաջի Կորինթացիներ 16:22-ի մեջ։ Նա որ Հիսուսին չի սիրում։ Իսկ Հիսուսին չես կարող գիտությամբ սիրես, պետքա ներսից սիրես։ Հա? Ու այդ հնարավորություն տվողը դա Սուրբ Հոգին է։ Okay, so you know what, I just forgot. Մինչև սկսելը մենք մեր healing դպրոցը վերջացրել ենք Աստծո ժողովուրդ։ Կարամ իմանամ իմ աշակերտները ստեղ են, թե չէ, մի ձեր ձեռքերը կբարձրացնեք։ Alright, so մենք ունենք 1 2 30 հատից մի հատ նորից, եթե կարելի է։ 1 2 3 4 5 6 7 8 հոգի են։ Լավ, վերջում տեսնենք կարող է էլի գան, so ինչ որ էլի հիվանդություն է տարածվել, չգիտեմ ինչի են քրիստոնյաները միշտ հիվանդ։ Բայց լավ, շարունակեմ, վերջում երևի կանենք, կանչեմ իրանց սերտիֆիկետները կտանք։ Ես ուղղակի շնորհակալ եմ նրանց, որ մասնակցեցին այդ բժշկության բանին ու մենք ամեն կիրակի պետքա սկսենք մարդկանց օգնելը, որ բժշկվեն եւ այլն։ Լավ, հիմա հայտարարությունս անեմ, հետո կգանք ստեղ։ So ես մի հատ ծրագիր ունեմ, ուզում եմ ուրբաթ շաբաթօրերը ունենանք բժշկության եւ ազատագրության, ասենք, ծրագիրներ, դե դուք պետք չի մասնակցեք, ուղղակի եթե ձեզ պետքա կարող գաք։ What happened to you? Մոռացել ես պատուանը փակես։ Anyway, ոնց որ Ստեփան ինձանից լուրջ նեղացած եղնի, հա, կարմրում է գնալով։ Anyway, don't worry brother, I love you. Stay strong. Ուրեմն դա ենք ուզում անենք սկսած մյուս շաբաթից պետքա Ռամերես հետ խոսամ, տեսնեմ ինքը կհամաձայնվի, որտեվ մենք ուզում ենք իրար հետ երկուսով եկեղեցի սկսենք, կոնկրետ եկեղեցի սկսենք, hopefully կաշխատի, Աստված աշխատի, չգիտեմ։ So ծրագիրներից մեկը դա է, որ ուզում ենք անենք, դրանց հետո 3 հատ դպրոց կա, որ ուզում եմ սկսեմ, առաջինը նրանք, ովքեր որ հետաքրքրված են, ուզում իրանց աղոթքաներ սովորացնեմ, ոնց մյուսը պետքա լինի, ոնց հետևեն Սուրբ Հոգուն։ Սրանք շատ կարևոր էր նրանց համար, ովքեր որ սկսեցին քարոզելը ու բժշկություն անելը։ Էդի պետքա մեջը լինի եւ երրորդը որն էր ամառ, մոռացա, համատկիս էր։ So աղոթքը հետևելը, մեկ էլ deliverance, դևեր հանելը։ So սրանք հետո կասեմ ձեզ։ Այդքանը հլավոր։
կարևոր է որպեսզի մենք ժողովրդին սովորացնենք Աստծո մեջ գործ անեն։ Բայց այսօր ուզում եմ հիմա սկսենք ստեղից Աստծո ժողովուրդ, բոլորդ ուշադրություն դարձրեք ինձ, չխառնեմ իրար։ Այսօր պետքա ձեզ ներկայացնեմ ուրեմն արդարության պտուղները։ Աստծո խոսքի մեջ կա Սուրբ Հոգու պարգևներ, Սուրբ Հոգու պտուղներ եւ Փիլիպպեցիների 1:11-ի մեջ ասում է fruit of righteousness։ Ես սրանք ուզում եմ ձեզ ցույց տամ, թե ինչ է fruit of righteousness-ը։ Անցյալ կիրակի օրը ես ձեզ ուզում էի ցույց տալ, թե ոնց պետքա Քրիստոսին ընդունեք։ Եվ երբ որ ընդունեք, ինչ պետքա տեսնեք ձեր կյանքի մեջ։ Եվ ասեցի ձեզ, ոնց որ երկու հոգի սիրահարվում են իրար վրա, ու մեկը մեկի մեջ է մտնում, ու սկսում են կոպիտ ասած manifest տեղնել, անդադ իրանցից են խոսում, որտեղ Աստծո խոսքի մեջ գրած ասում է մարդու սիրտը, որ սկսում է լեզուն խոսել, սրտի լցվածությունից է։ Եվ ամենալավ օրինակ այդ ոչիլի օրինակն է, անեկդոտն է։ Ես կարամ նորից պատմեմ, 100 անգամ ասել եմ, նրանք ովքեր նորեն չգիտեն, ասեմ։ Մի մարդ գնում է քննություն տալու։ Պետքա ինքը սովորած եղնի բոլոր կենդանիների մասին, բայց չգիտեմ ինչի մենակ ոչիլի մասին է սովորել։ Որ գնում է թեստը տալու, պրոֆեսորն ասում է մի հատ տոմս քաշի, տոմս են քաշում, տենան ինչ է կենդանին, որ այդ կենդանուց խոսան։ Էսի տոմսը քաշում է, ընկնում է ուխտ։ Լավ է, ուխտը մազ ունի, չէ՞, դա մի ձևով կֆռցնի մազի վրա կկանգնի, հետո կասի մեջը, եթե ուխտը մազ ունի, ասում է, ուրեմն ոչիլ էլ կունենա, սկսում է ոչիլից խոսալը։ Այս պրոֆեսորը տենում է, որ ուխտից բան չգիտի, մենակ ոչիլից գիտի, ասում է մի հատ ուրիշը քաշի։ Այնքան անում իջև ձուկ անգնում։ Այդ ձուկն էլ մարդ չունի։ Ասում է թու արա, ասում է տենց է գիտեի, ասում է ինչ ա եղել, ասում է ձուկ անգ է։ Ասում է դե ասում է ձուկը ջրի կենդանի է, բայց ասում է պրոֆեսոր ջան, ասում է ձուկը ինչ չունի, ասում է ինչ չունի, ասում է մարդ չունի, որ մազ ունենար, ասում է ոչիլ կունենալ, ասում է ոչից խոսալը։ Այս մարդու սիրտը մենակ ոչիլով է լցված։ Ինքը ոնց մանագալի գալիս է տեղ։ Հիմա, եթե քո սիրահարվում ես մեկի վրա, դու ոնց ֆրազ պետք է այդ մարդուց խոսած կամ այդ ինչ որ սրտիդ մեջ է, չէ՞։ Օրինակ չի եղել, ասենք, կյանքիդ մեջ տան մեջ խնդիրներ եղել, կռիվներ եղել, ասենք կինը նեղացրել է մարդուն։ Ասենք usually որ տղամարդու հետ նստել եմ խոսալը, ոնց է, ես իմ լավ եմ, ինչ կա, չգիտեմ, գործել, չգիտեմ, ինչ այլ է, կնիկս, այնքան արեց, մինչև կնգան հանես դուս։ Ու սկսում է խոսալ, չի արսում, ուզում եմ լսեմ, չեմ ուզում լսեմ, պետք է այնց, պետք չի, խոսում է։ Սիրտը լիքն է, ով այնց հասկանում։ Հիսուսը պետքա լցվի քո սրտիդ մեջ ու պետքա միշտ այտենց մնա։ Ստեղից ենք մենք իմանում, որ մարդը Քրիստոսով լիքն է։ Եթե դու Քրիստոսի մասին ընդհանրապես չես մտածում, չես խոսում, չես սիրահարված, ոնց որ կա, there is a problem with your salvation. There's a problem with your salvation. Ես էսի չեմ ասում, որ դու ինձ լսես։ Ես ասում եմ, որպեսզի դու հասկանաս։ Հիմա ինչի է դա պետք։ Եթե Հիսուսին չես սիրում, ասում եմ դու անիծված ես։ That's the whole point. Եթե ես Ռիտային տեսել եմ, հավանել եմ Ռիտան իմ կյանքիս ընկերն է, Ռիտան մտել է սրտից մեջ, ես անպայման պետք է Ռիտայի մասին միշտ մտածեմ։ Միշտ, ոչ թե մեկ-մեկ։ Չի թողա Ռիտան ես իրա մասին մեկ-մեկ մտածում, դա բան չկա։ Առավոտ գիշեր պետք է Ռիտայի մասին մտածի մարդ։ Տենց է թե չէ։ Բա ոնց, սիրահարվածներ, come on։ Այսօր երիտասարդներ բացի հեռախոսից ուրիշ ինչի վրա են սիրահարվում։ Ոչի կա TikTok, Instagram, էլ ինչ կա, Facebook, ուրիշ ինչ եք սիրահարվում։ Մարդկանց վրա սիրահարեք, ոչ թե սրանց վրա, սրանք էս ինչ է։ But point is, երբ որ սիրահարվում ես, երևում է որ ոնց են ասում, ականջների ծերը սիրահարվել ես։ Սենց պետք է մենք ընդունենք Հիսուսին։ Դա երբ որ ընդունում ենք մենք սենց Հիսուսին, այդ ընդունելության ժամանակ, երկրորդը որ պետք է ստուգենք մեզ, մենք պետք է տեսնենք 3 բան կա ակտիվ մեր կյանքի մեջ, թե չէ։ Առաջինը,
Պետք է իր ձենը լսենք ու սովորենք, ոնց որ Մարիամը գիտեր, պետք է մեր սրտերը զանազանի իր ներկայությունը, ասում եմ, մեր սիրտը վառվում էր, երբ որ նա քայլում էր, եւ իր ներկայությունը։ Այս երեքը պետք է գա, երբ որ մենք ընդունում ենք Հիսուսին։ Հենց Հիսուսին ընդունում ես, Սուրբ Հոգին գալիս է եւ այս երեքը ձեզ ներկայացնում։ Ասում եմ, նա, որ չունի Սուրբ Հոգի, չի պատկանում Աստծուն։ Պարզ ասում է։ So դա երկրորդ տարբերակն է, որ պետք է մենք բոլորս հասկանանք ու սովորենք։ Եթե չկա այս երեքը մեր կյանքի մեջ, էլի խնդրեմ կա մեր հոգևոր կյանքի մեջ, կարևոր է։ So փրկության մեջ մի հատ մեծ կարևոր բան կա։ Պետք է Հիսուսը մեր սրտի մեջ լիակատար լցվի։ Ամեն։ Սա շատ կարևոր է, Աստծո ժողովուրդ։ Հիմա ես թեմաս ուզում եմ մի փոքր շեղեմ, որովհետև մի կարևոր բան կա, որ կուզեմ ձեզ տամ, ինձ ուղղակի շատ հետաքրքիր էր ու ես կուզեի ձեր հետ էլ կիսվեի։ Դուք գիտեք, ես միշտ ամեն օր աղոթք եմ անում, հույսով եմ, որ դուք էլ եք աղոթք անում, հույսով եմ։ Բայց երեք Q&A ենք անում ու ինձ մի հատ հարց տվեցին, որ իրականից իմ քարոզից հետ կապ ունի եւ կուզեի ձեր հետ կիսվեի։ Եվ հարցը սա էր, որ այս իմ 20 տարվա, 25 տարվա ծառայության մեջ ամենաշատը քրիստոնյաները ինչի մեջ են տառապում, challenging-ը որն է։ Եվ ճիշտ ասած այդ հարցին շատ դուր եկավ, որտեվ կյանքում չէի մտածում, որ կարելի է այդ հարցի վրա խոսալ։ Հիմա մեր փրկությունը, որ մենք ընդունում ենք Հիսուսին, ինչ ձև ենք դա ասավորելու, սրա մասն եմ ուզում խոսամ, հետո կանցնենք պտուղները արդարության։ So դու Հիսուսին ընդունում ես, ինչի համար։ So հիմա հարցն եմ ուզում պատասխանեմ, որ նոր տվեցի, իմ 20-25 տարվա էքսպերիանսում, ես ինչ եմ նկատել քրիստոնյաների մեջ, որ իրանք տառապում են, որ օրենքով պետքա տառապանք չլիներ։ Օրենքով պետքա դա լիներ process-ը, որ ամեն մեկս մեր կյանքի մեջ պետքա դա ունենայինք։ Ես իրանց ասեցի, ես պատասխանեցի, ասեցի, երկու տեսակ քրիստոնյաներ կան։ Կան դիտողներ, viewers, կան կանչը ընդունողներ։ Somebody says yes to the calling. Երկուսի մեջ է տառապանք եմ տեսել։ Երկուսի մեջ էլ խնդրեմ եմ տեսել։ Նրանք ովքեր որ viewer են, ովքեր են viewer-ները։ Կներեք, ձեզ նկատի չունեմ, հանկարծ ձեր վրա սրտերդ վրա չգնա, ոչ մեկի նկատի չունեմ։ Viewer-ները, դիտողները նրանք են, որ ընդամենը գալիս են մի կիրակի, մեկ-մեկ գալիս են աղոթքի, մեկ-մեկ մասնակցում են Zoom-երին, pretty much that's it։ Սրանք ինչ են ուզում։ Երեք բան։ Ինչի մեջ են տառապում։ Երեք բան են ուզում։ Ֆինանս են ուզում, առողջություն են ուզում եւ ապահովություն։ Անհատորեն ուզում են ամուսնանան, ընտանիք ունենան, փող ունենան, կյանքը վայելեն։ Եթե եկեղեցին չի ապահովում իրանց այդ երեք մասերը, իրանք սկսում են տանջվել։ Ու ինչ են անում։ Փոխում են եկեղեցին։ Իրեք բանի վրա հակենտրոն ու սրանք են, որ միշտ փող են տալիս։ Նրանք ովքեր որ հիմնական է սրանցից փող վեկալելը շատ դժվար է, բայց այս viewer-ները փող են տալի։ Գիտես ինչի, որովհետև ճարճ չունեն, տալիս են, մտածում են, էսա կորտնվեն, էսա կգա, էսա կգա, էսա կգա, էսա կգա, էսա կգա, էսա կգա ու հոպ չի գալի։ Երեք what happened to you? Really? Վարվել ես? Brother. Oh, ձյունից վարվել է։ He looked like he came from Africa, running from something. So, երեք բան կա,
որ քրիստոնյան ընդունում է Հիսուսին, մնում է եկեղեցու մեջ։ Առաջինը փող ա ուզում։ Փող, հետո ինչ ա ուզում։ Ապահովություն, մեկ էլ առողջություն։ Այս երեքի վրա են իրանք կենտրոնացել։ Դե դրանք որ ճյուղավորիկ մեջ ուրիշ բաներ էլ ա մտնում։ Այն որ government-ը package ա դնում, ինչ ասես, տակը խցկում են, չէ՞։ Հիմա քրիստոնյաները այդ են ուզում։ Հենց տեսան չի աշխատում։ Իրանք նայում են եկեղեցին առանց benefit, սկսում են թուլանալ եկեղեցու նկատմամբ, սկսում են տանջվել։ Հիմա գնան, թե մնան, լսել են ուրիշ եկեղեցում ավելի լավ է, այս մի եկեղեցում ավելի լավ է, այս մի եղբայրը ավելի լավ բաներ է ասում, սկսում են դառնալ ինչ հապրներ։ That's what it is. Հենց տենում են չի աշխատում, սկսում են ես սա ինադու եմ անում, Աստուծո, որովհետեւ դուք ձեր մեջ հետ տեսնեք։ Էլ արդեն եկեղեցին տանում են անզոր մի թույլ մի բան։ Հովը թույլա, ինձ եկել են ասել են, «Փաստոր, դու էլ արդեն զորավոր չես»։ Ասել են։ Ու ես գիտեմ իրանք ինչ ի նկատի ունեն։ Իրանք ավելի շատ են ուզում։ Իրանք շատ են ուզում։ Ու որ տեսել են, որ իմ զորությունը չի լցվում, ես զուսի պես կախարդություններ չեմ անում, eventually թողե գնացել են։ Դու ասում ես զորավոր չես։ Բայց purpose-ը դա չէր քո Քրիստոս ընդունելու։ Այս եկեղեցին ոչ մեկին, այս եկեղեցին, որ ես բացել եմ Քրիստոսով, ես չեմ արել, որ դուք ֆինանսավորվեք։ Ես չեմ էլ արել, որ դուք ամուսնանաք, ոչ էլ ինչ-որ մի բանից պրծնեք։ Իմ մեսիջը մենակ մի հատ է, ընդունեք Հիսուսին, որ դժոխք չգնաք։ That's pretty much what I preach all this time. Ու պետք է continually անեմ այն ինչ-որ ինչի մեջ, որ ինձ Աստված կանչել է։ So իրանք սրա մեջ տարապում են։ So ես ունեցել եմ, սկսել են եկեղեցին 2008 թվին, 2008 թվին officially սկսել եմ ես, եւ 2008 թվից մինչեւ այսօր ես տեսել եմ այս կատեգորիայի մարդկանց իմ կողմս ֆռացել են։ Եկել են, փողս չի երիքում, չեմ կարող ամուսնանամ, դու սենց, դու ունես, տանջվել են ու թողե գնացել են։ Where is the love? Որտեղ է սերը Քրիստոսի։ See, ընդունել է Հիսուսին սխալ հիմքեր է։ Այդ ձև չեն ընդունում Հիսուսին։ Ինքը չի քեզ փրկել, որպեսզի դու ամուսնանաս։ Աստվածաշնչում բաներ կա գրված չի։ Քթածակ է պետք։ Common sense։ Օրինակ, ում հետ ամուսնանալ։ Obviously չես կարող ոչխարի հետ ամուսնանաս։ Որովհետև դու պետք է ասես բարև, ինքը պետք է ասի մե, ու դուք պետք է իրար չհասկանաք։ Երկրորդը, պետք է ամուսնանաս մի մարդու հետ, որ քո հետ համապատասխան է։ Քո նման է մտածում, որ իրար հետ ապրեք։ Այնի մի հատ ուրիշ տեղ է, դու ուրիշ տեղ, ակթա չես հասկանում, որ մի մարդու հետ ամուսնացի, որ քո հետ համապատասխան է։ Թե ժամանակը եկել է գնա ամուսնանալ, ուր ես ամուսնանում, դու գիտեք ամուսնությունը ինչքան բարդ բան է։ Մարդիկ ամուսնանալու պատճառով զառանցում են իրանց մեջ։ Խոսում են, իրանք իրանց հետ խոսում են։ It's a heavy life. It's not easy. Ամուսնանալը it's not easy, it's a challenge. Ես չեմ ասում վատ է, բայց եթե դու սխալ մարդու հետ ամուսնանաս ու հանկարծ ինքը քո ուզածները դու գիտես ինչ խնդրեմ է։ It's the greatest fight in the world. Սխալ բան է դա։ Պետք է ճիշտ մարդու հետ ամուսնանաս։ Չի գրած Աստվածաշնչի մեջ։ Բայց դու քրիստոնյա ես, իրավունք չունես մուսուլմանի հետ ամուսնանաս։ Տարբեր ռելիջիոն է։ Գտածակա, չէ՞։ Հասարակ բան եմ ձեզ ասում։ Գնա մատ աղջիկա սերվ մուսուլման է։ Հետո բայց ինչ ես, կփոխեմ ես։ Հա, բա որ ինքը քեզ փոխի։ Ինչ ես իմանում։ Դու գիտեք Աստվածաշնչում չի գրած, որ տղեն կարա աղջիկա սիրտը փոխի։ Աղջիկներն են, որ տղեկի սիրտը փոխում են։ Ասես չամուսնանաս լիքը կանանց հետ, որ ձեր սիրտը չփոխի։ Կանայք ճիշտն ասած իրանք են տղեկի սիրտը փոխում։ Ոչ թե հակառակը։
Այդ որտեղ են որ ասես կամուստան քողը, աղջիկները սպասում են, հենց ամուսնացար, մատանին դրվեց, всё, ինչ power կա օգտագործում են։ Next thing, you're sense գնում ես արդեն դու։ Խաբար չես ուրես այդ։ I'm not saying it's bad, all I'm saying is չի գրած Աստվածաշնչում ում է ամուսնանած, բայց common sense-ը պետք է, ախպեր, come on։ Երկրորդը, որտեղ գնամ աշխատեմ։ Որպես քրիստոնյա չէի խորտա գնայր քլաբ տկլոր աղջիկներ տենայիս։ Համաձայն չեք հետս։ Yeah։ Կամ գնաս լիկյուր ստոր արախ ծախես։ Կամ գնաս այն գախտի տեղերը մարդ ծեծես, գործա։ Դες գործեր կա։ Խփել, ծեծել, կա։ Ուզում եք համարը տամ գնացեք, ուղղակի պիտի բիլակ ունենաս, թե չեք դու ես ծեծ ուտելու։ Դի at least 420 pound bench անես, կամ կարատեիստ ես, մի բան, որ կարողանաս 11-ի գլուխը ջարդես։ Եթե կարաս անես, համարը տամ։ Ուղղակի մեկ ապելար, որ մեկ քսես, ասես գլուխս տվել են պատին։ Ապոինտը սենա որ չես կրտես եւ էլի շկա որտեղ աշխատեմ որտեղ որտեղ գնամ vacation ուզում ես գնա մենակ գնաս տեղ մի գնա որ քեզ սպանեն այսօր Հնդկաստանի մոտ մի հատ island կա չեն թողում մարդիկ գնան այդտեղ գնում ես ուտում են քեզ գնա դե քեզ դնելու են սիրունդ դանի մեջ էփեն այն որ կա որ երկու հայ բռնում են ասում արայս ասում ոնց որ մեզ էփում են ասում ուր աղեղելա չեն կտրտում Ժողովուրդ բաներ կա, որ Աստված քեզ է թողել։ Բայց դու պետք է հասկանաս, որ ինչ գործեր կա, օրինակի համար գործի վերաբերյալ մի հատ քրիստոնյա ես ու Ռիտան այդ աղջիկա մասին կարդացել ենք։ Մի քրիստոնյա աղջիկ շատ ճանաչված գործ ունենալու պատճառով դիմում է մի հատ ուրիշ ազգի աշխատանքի տեղ, որ մեծ գումար է տալիս։ Այս տերը այդ կամփնու ինքը առավոտ շուտ իր ռիչուլներն է անում։ Բայց այդ աղջիկը լավ վճարում է։ Այս աղջիկը որ գնում է գործի, ամեն առավոտ ինքը պետք է նստի նայի, թե իր բոսը ոնց է այդ ռիչուլները անում։ Եվ տարի հետո այս աղջիկը arthritis է ստանում ու ծռվում հիվանդանում է։ Մինչև որ սկսում է աղոտ կանելը, ասում է Տեր ջան, չեմ իր անգերուին, որ քրիստոնյա աղոտ կանում, Աստված իր այդ խոսում ասում է գնա իրան ասա, որովհետև դու մասնակցել ես սրա ռիչուլներին։ Այդ դմանիկը քրիստոնյա չի ելե, որ աղոտ կանի ասում։ Okay, դու չես հասկանում, որ չի կարելի իր մոտ աշխատելը։ Ինձ մի ժամանակ այդտեղ բիզնեսմեններ կային, ինձ կանչում են գնում է իր բիզնեսները, աշխատողների մոտից հայեր են, հա։ Էլ փիղ Էլ չինական, չգիտեմ ինչեր, գուտլակու, աշկի ուլունք, ինչ, սենց մեշոկով բաներ ենք թափում, այս հայրն ես ինչ ձևի են։ Բացի Հիսուսից, ինչ աշխարում զիբիլ կա, լցել են տները։ Հլա մեկի տուն էի գնացել, սենց անկյուն է, կատակ չեմ ամ, ես սպիկերի բոյի անկյուն է, ինչքան սուրպի նկարներ կա, ձեր լեզվով ասած, կապցրած, ասում ես որ մեկին ես աղոտ կանում, որն աստ է ճանաչվածը։ Ասում է այս մեկը։ Ասում ես ով ասում է բանն է, ինչ են որ բերում են ուտում են, ստե մեկը կա սուրբը, նեկտարիոս։ Նեկտարիոսն ասում եմ ով է։ Ոնց ասում է չես իմանում, ասում եմ չէ չեմ լսել, սուրբ Արմեն լսել եմ, բայց սուրբ Ռիտա լսել եմ։ Նեկտարիոսը դեռ չեմ հանդիպել։ Who the heck is Nectarios? Վասկորը բերում են, ուտում են, չգիտեմ, տեղաշորի տակ են դնում, գաղթներին ինչ ասես չէ, like brother, where is Jesus? Բա Հիսուս դու քրիստոնյա չես, ուր Աստվածաշունչը։ Աստվածաշունչ ունեն Nectarios-ի ոսկորներն են բերում։ Աղոտ չեն անում, չգիտեմ, ում մարմին են փտած։ Ես ինչ Բենինը գիտեք ինչ էր ասում քրիստոնյաները գալիս են Իսրայել սուրբ ջուր առնելու։ Գնում ենք զուգանի ջուրը վեկան լսում ենք բանկեքի մեջ ծախում ենք, ասում է $2։ Ասում է քրիստոնյա սուրբ holy water։ Ես դրա համար որ Իսրայելից բան եմ ասում, no thank you։ Ես որ դու ես բերեք։ Կամ մեկի զուգանի ջուրն է, մոռացել է ֆլաշանի։ Յախք։ Նոր հասկացա որ յախ կա։ Ինչա որ Իսրայելը դի Holy Land հասկացանք Հիսուսն դե այլ է, բայց դրանք ծախում են գնար։ Ինչի համար ենք հավաքվել։
Դրանց խոսանք։ So, այս մի գրուպը տանջվում է զուտ է 3 բաների մեջ։ Ու եթե եկեղեցի չկարողացավ, երբ որ ասում եմ եկեղեցի մենակ իմը չէ, որտեղ որ գնում են, եթե եկեղեցի չկարողացավ բավարարի իրանց բոլոր կարիքները, on the end, վերջում ինչ են անում, ուղղակի simply հետ են քաշում Աստծուց։ Իրանք իրանց մեջ հավատում են Աստծուն, իրանք իրանց աղոթներն են անում, իրանք իրանց ես ինչերն են անում, որ ես ճիշտ ասած դա չեմ հավատում։ Եթե մի մարդ Հիսուսին սիրեր, առաջինը Հիսուսի խոսքը կկատարեր։ Երկրորդ գրուպը Աստծո ժողովուրդ, որ ես իմ կյանքի մեջ տեսել եմ, ամեն եկեղեցի ունի սյուներ։ Բացի այս սյուները, որ տառապում են այս 3 բաների մեջ, իրանք եւ տառապում են հպարտության մեջ էլ։ Ասենք ես տեսել եմ մարդկանց, տվել եմ, բեմ եմ տվել, չէ՞, մայկրոֆոն եմ տվել, ու այս մարդկանց, որ ես տվել եմ անուն, պատիվ, իրանք վերջում դառել են անուղղելի։ Չես կարող մի բան ասես, որ եղբայրս կամ քույրս, այս բանը, որ դու անում ես, սխալ է։ Դու ով ես, որ ինձ ոնց ես եմ քեզ ընդդրել։ Ես ստիլ պատասխանատու եմ քո համար, ասում եմ, զգուշություն արեք ձեր վրա եւ հոտի վրա, հիմա որ դու քարոզում ես, հա կարող են ասել լավ ես քարոզում։ Դա ոչ մի բան չի փոխում, դու պետք է նորից ենթարկվես հովիվին։ You need to listen your pastor, ոչ թե ասես, դու ով ես, որ ինձ, ոնց է դու ով ես։ Ես եմ քեզ ընդդրել։ I promote you, ես էլ քեզ կարամ ոչնչացնեմ anytime I want. They're struggling with their egos. Իգոները սկսում են բարձրանալը, արդեն իրանք struggle են անում։ Բայց ես ձեզ մի բան եմ ասելու, եթե դուք Հիսուսին չսիրեք, դուք նորից անիծվակ, it's not the point, դու ինչ ես կարում անես կամ ինչ չես կարում անես։ Դու պետքա այդ առաջի սերը, որ եկել է քո կյանքի մեջ, էդի չմոռանաս։ So point-ս ինչա, ինչի ենք Հիսուսին սիրում, որ ծառայենք մի բան դառնանք, թե այս 3 հարցերը լուծենք։ Երկուսն է սխալ է։ Դու ինչ ես ամուսնություն։ Ես ինչ սաղորը կամ Բրիտանիա ասեմ, ես տան տղեն եմ, ես եմ կաթը առնում, դու ոչ մի բան չես առնում։ Ոնց կլի տենց։ Դա գործի մեջ է մտնում, Աստծո ժողովուրդ։ Ով այնց հասկանում։ Ես չեմ կարա, Ռիտան չի կարա գանց ասի, ես աշխատում եմ, դու քիչ ես աշխատում, ես շատ եմ աշխատում, ես քու սենց ոնց, դա ամուսնության մեջ է մտնում։ Ու մենք մեր երեխաներին provide ենք անում, ստեղ իգոյի ու ես տան շատ եմ աշխատում, դու քիչ ես աշխատում, ես ավելի խելացի եմ, դու ավելի տուպո ես, այդպես բան չկա, ավելի լավ որ խելացի ես, դե ուրեմն ավելի շատ բան արա։ Ու գիտեք ով ավելի շատը տուժում, խելացին, Աստծո խոսքի մեջ գած ով որ շատ գիտի, ասում նա շատ է տուժում։ Ում մոտ քթածակները ավելի մեծ է, իրանք ավելի շատ են տուժվում, որովհետև դու գիտես այդ մարդու արածը սխալ է, բայց ասում ամար, հիմա որ ձեն անեմ կռիվ ալելու, ավելի լավ չխոսեմ, դու խելացի ես։ Դա ինչ չի, հայ խելացի ժողովուրդ։ Սուս ենք մնում, չի ասում, հավես չկա։ Ես օրինակ Ռիտա հետ արդեն մտքիս մեջ եմ խոսում։ Ասում Ռիտա ջան, մտքիս մեջ խոսում եմ, թույլ կտաս արտահայտվեմ։ Ասում չէ, լավ է, մտքիդ մեջ է խոսա։ Այսօր կոնկրետը տենց ասեց։ Որտեվ ես ինքս Ռիտային հարց եմ տալի մտքիս մեջ։ Հետո որ հարցը տալիս եմ, ասեմ, արա հեսա գիտեմ ինչ ասելու, չէ, ախպեր, ավելի լավ է մտքիս մեջ խոսանք։ Ասեմ Ռիտա մտքիս մեջ եմ խոսում։ Ասեմ, չէ, լավ է, պայի մեջդ։ Որտեվ ինքն էլ հավես չունի կռվի հետս։ It's too complicated when wife and husband are fighting. You don't know how the fight will start. I mean, մենք կոֆե ենք խմում, մեկ էլ 2 րոպե հետո կռիվ ենք անում։ I'm like, brother, we just մենք նոր բան արեցինք, ճիր արեցինք, թխված կերանք իրար հետ. Everything was how we end up fighting. Միանգամից փոխվում կռվի։ Ամուսնացածներ գիտեք, չէ՞, չեմ ասեմ խոսում։ Somehow կռիվ մեջ ես ու like, what? Կռիվ եմ անում? Հոպ, չէ լավ, պետք է փոխվենք։ Պրոբլեմը ինչի մեջ է Աստծո ժողովուրդ։ Պրոբլեմը նրա մեջ է, որ երկուսս էլ, երկու կողմն էլ պետքա մի բան սովորեն, որ մեր ֆոկուսը պետքա չլինի ինչի մեջ ենք մենք տանջվում։ Մեր ֆոկուսը պետքա լինի Քրիստոսի վրա։ Հիմա ասես մի բան ձեզ ասեմ։ Պատկերացեք մի մարդ ամուսնացել է դուրսը, բայց
ամուսինը չի ուզում ապաշխարի։ Այդ վատ տղա չի, չես կարա թողած, բայց արանքին պետք է տանջվես։ Հիմա դու աղոթք ես անում։ Աղոթք։ Այս մարդը չի ուզում Հիսուսին։ Այս մարդը Հիսուսին չի ուզում։ Հիմա ինչ պետք է թողած գնաս Աստծուն։ Չի ուզում։ Աղոթքներ կա, կարիքներ կա Աստծոյ, որ չի լինելու, որովհետև Աստված ձեր աղոթքով չի, որ մարդու կյանքը փոխում է։ Աստված այդ մարդու կյանքը փոխում է, որ ինքն է ուզում։ Եթե Աստված ուզենար մեր կյանքը փոխել, ինքը պետք չէր գար, ինքը ուղղակի կարար սենց աներ, ու մենք լինենք TV պես։ Այսօր ես ինչ կուզեմ սրա վրա դիսպլեյ կանեմ, TV-ն չի կարա ասի, էսի չեմ ուզում դու ինձ ցույց տաս, չի կարա, այդպես բան գոյություն չունի։ Աստված սպասում է քո սրտիդ։ Եթե քո ամուսնը չապաշխարեց կամ քո կինը չապաշխարեց, I have a bad news. Դու սաղ կյանքը տառապելու ես այդ մարդու ձեռին։ Երեք մի հոգի զանգելը մի ժամ երազ եմ իր մեկնաբանը։ Չի հանգստանում, երազա տեսել։ Ասում է երազիս մեջ, ասում է մեկը ինձ հարց տվեց, ասում է ես անմիջապես թեքվեցի իմ սունկիս ու իմ դե կանակ ոնց հասկացա օրգանայզերել ունեն սունկի մեջ։ I'm very surprised։ Տուալետ ես մտնում խառն է, չգիտեմ սունկեն ոնց են տենց օրգանայզ անում։ But anyway, օրգանայզերներ ունեն։ Ասում է այդ օրգանայզերից մեջ տեսա մի քանի չոտկեր կար, որ սենց գցած էր։ Ասում առաջ երթին եթե ուշադրություն դարձնես, դու չգիտես հարցով ա տվե ու չգիտես հարցը ինչ է, բայց մի անգամից անցել ես քո օրգանայզերին, ասում դու չես հասկանում, որ Աստված ուզում է ցույց տա, որ այն կյանքը, որ դու քո համար դասավորել ես, սխալ է։ Հենց մեկին ասում ես ինչ ես աղոթք եմ անում։ Բայց ես դա չասեցի։ Ես քեզ դա չհարցրեցի։ Ոնց որ ասեմ, սոված ես ատամներս լվացել եմ։ Բայց ես չասեցի ատամներդ հետ ինչ ես արել։ I don't care. Հերու մնավ հոտ չգա բերանց։ That's not my problem. I'm asking you different question. You're answering me different way. See, they're jumping. Իրանք միանգամից գնում են իրանց այդ օրգանա։ Ես աղոթում եմ, ես կարդում եմ, ես հոգևոր եմ, ես relax brother. Ես այդ հարց, ես իսկի դրա հետ կապ չունեմ։ So, ես ծանրացել եմ սրա վրա եւ մի հատ բան եմ ուզում ձեզ ասեմ։ Որ ես տարիներա փորձում եմ մարդկանց հասկացնեմ, եկեղեցին մենակ մի հոգի կա, որ սիրով լցված է, մնացածները չէ։ Մի հոգի կա, նրա անունը Հիսուս է։ Մնացածները ստեղ, բոլորս վնասված եկել ենք ստեղ։ Մի սպասի մի հատ եղբայր ֆրա ու ժպտա երեսիդ։ Կարող այդ եղբայրը կամ այդ քույրը իրականից վատ օր ունեցե երեք։ Ու լավ կլի որ սուս մնաս։ Որտեվ կարողա թափի գլխիդ։ Գալիս եք եկեղեցուց մեկ, որ սաղ ձեզ սիրով ընդունեն, ոնց կարամ ես քեզ ընդունեմ, որ երեք գլխիս կրակա թափ է, լավան վառել է ուղեղս, ես ոնց ես ում քեզ սիրեմ։ Ես իմ կնգայի հետ մեծ պատերազմ ունեցա, մենք բաժաման կենտրոնում կայնացեք, դու եկել ես ասում ես, իմ վրա ուշադրություն չդարձեց, լավ է լավ որ բուգը չկտրեց, այդ մարդը պատրաստ է մարդ սպանելու։ Այս եկեղեցի weird է։ No, այս եկեղեցի պատերազմի մեջ է։ This church is fighting constantly։ Ինչ ես ուզում այդ մարդու։ Leave him alone։ Սեր ես ուզում գնա Հիսուսի մոտ։ He's the only one, որ կարա ձեզ սեր տա։ Ով այնց հասկանում։ Մեկ գա ոչ հովից ոչ եղբայրն է, կամ մի հատ բարևի, կամ էլ մի էլ բարևի։ Ես մի հատ եկեղեցի գնում, մի հատ տղա կար կողս նստած էր, 1.5 տարի մի անգամ չասես how are you։ Ու թարսի պես հենց իմ կողքն է նստում ինքը։ Մի անգամ վրացի թե ժպիտ կեղտ ամերիկան ժպիտ կա, չէ՞, սենց արի, ասկի բան տեղ շանտեղ չդրեց։ Մարդը 1.5 տարի վատ օր ունեցե։ Ինչ չգիտեմ։ Ինք գիտեք ինչի սա բերեցի մեջ թե։ Այ մարդ, այս մարդը եկեղեցի եկե, պրոբլեմներ, կռիվներ, փող չունի, գործ չունի։ Ես ինչի բանամ։ Ու դու եկել ես ուզում ես ինչ-որ մեկը քո երեսի ժպտա։ Լա ուրախ եղի չես չափալախում, գործ չունես։ Leave them alone։ Դուք ում համար եք եկե։ Հիսուսի նայա ձեզ սեր տալու։
Ես սեր չունեմ։ Ես հազիվ ինձ եմ սիրում։ Մեկ այնքան պրոբլեմ ունում, որ ասեմ, նայում ինձ ասեմ, արա դու չզզվիր ես կյանքից։ Բայց թե ոնց այն օր ասում Տեր ջան, խիչ էր մի հատ տեղ գրում, ով որ զզվում է, թող ինք իրան վերացնի։ Դա նայր էլի։ Քեզանից ինչ էր գնում։ Մի հատ տեղսես պուճուրտ աներևույթ ես կգտնեի։ Ես հաստատ կգտնեի։ Ինչ չէր զում, որ մենք իմ անիմաստ ձևով մեզ նայենք հայլու մեջ ու ասենք յախք։ Էլի դու։ Մի հատ հայկական բան կա, քարթուն կա, տեսել եք հայլին։ Սենց որ գլորվում է, գյուղացիք կայնացել, դե գյուղացիք հայլի չունեն, ժամանակները, ամեկը մի առավոտ հելմեն անմազան սանդր, նույն շորով, սաղորը, սենց են փետը ձեռնեն, պապիները մի հատ մայկա, մի հատ սարոշկա, մի հատ սարոշկի վրից ժակետ, մի հատ կիսա ժակետ, մի հատ վերմակ, տատիները սենց շալը կապում են, սոխտորները կողվում են, դու պարը ինչ վիճակ էր։ Ու այս հայլի սենց ֆռում է, ամեն մեկը նայում այրն ասում է, այ մարդակ էր, Ենի ասում, էսի լավ մարդ չի, հեչ լավ, ինքն իրանա տենում։ Ամեն մեկը իրանա նկարագրում։ Ով է տեսել էտի, չեք տեսե։ Տեսել եք, յա։ Հիմա պատկեսը դու քեզ նայում ես ասում, յա, էս ով է։ Լավ։ Մի հատ բան եմ ուզում ձեզ տամ Աստծո ժողովուրդ։ Մի հատ բան եմ ուզում ձեզ տամ։ Էդի Արմենի խաղալիքն է, ինքը որ պարապում, միացնում է լսում է։ Երեխեքը տենց են, որ երեխեքը, օրինակ իմ տղես, որ ծնվել է, գնացել եմ Toys R Us տրակտոր եմ առես կան, տանգ եմ առես կան։ Բերել եմ տուն Ռիտան սենց անում, ասում ես ում համար է։ Ասում եմ տղեկիս, ասում եմ, բայց էսի գրածա 12-13 տարեկան, ինքը մի տարեկան է։ Հադի ասում եմ կմեծանեք, կանչել եմ աներձակից իրար հետ խաղում էինք։ Որտեվ փոքր ժամանակ իմ պապան իմ տրակտոր ու կռան չէր առե։ Հիմա վաղակն էլ այդպես բաներ ունի։ Երեխու մարդ բան եմ առնում, բայց իրականից երեխու մարդ չի իր համար է։ Հիմա Արմենն է, դրել այդ Արմեն, կստեմ։ Խեղճ Արմեն ասում այլ չեմ միացնելու էդի։ Ոչինչ, եղբայր, ոչ, դիմաց։ Լավ, մի հատ բան եմ ուզում ձեզ ասեմ։ Եվ որ Հիսուսին ընդունում ես, ոնց որ ես ձեզ ասեցի, ու դու քեզ չես շտկում, պրոբլեմա։ Մի հատ բոլորդ ինձ նայեք։ Եվ որ Հիսուսին ընդունում եք, ու չեք շտկում ձեզ, որովհետև ձեր foundation արդեն ճիշտ չի։ Դու գալիս եք այդ 3 բաների համար կամ չգիտեմ ինչ նպատակների համար։ There's a problem. Կարդանք Եսայա 1:3, Isaiah 1:3. Ասում է, Եզը գիտի իր տիրոջը, աքս։ Էշն էլ ասում է իր տիրոջ կառավաթը, կառավաթի տեղը։ Let me read English. The ox knows his owner, and donkey his master crib. Crib է որտեղ քնում են. But Israel don't not know me. Էլի չգիտի ասում ինձ. He doesn't know me. Ասում my people not consider me. Ուրեմն մի հատ սա ձեզ ուղղակի այս երկու մասը ձեզ բացատրեմ. Կարդա հայերեն. Եզը ճանաչում է իր տիրոջը եւ էշը իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելը ճանաչություն չունի եւ իմ ժողովուրդը իմացություն չունի. Not consider. Now, հիմա ուզում եմ մենակ այս մեկը բացատրեմ ձեզ. Just this one. But Israel don't not know. Չգիտի ասում է. Ինչի մասն է խոսում? Ինչի մասն է խոսում, որ Իսրայելը չգիտի։ Իսրայելը համարենք ձեզ երբեք չսովորեց մեղքը դադարելը, անընդհատ մեղք են գործում,
ասում է չգիտի։ So Աստված մի բան է սիրում, որ մարդը մեղք չգործի։ Որ ասում է, but Իսրայելը չգիտի, ինքը ոչ թե ասում է չեն ճանաչում Աստծուն, այլ չդադարեցին մեղք գործելուց։ Հիմա, երբ որ մի մարդ չի դադարում մեղք գործելուց, երբ որ մի մարդ իր սիրտը չի ուղում Աստծու հետ, երբ որ մի մարդ Աստծուն չի սիրում, Աստծու խոսքի մեջ գրած է սա։ Եսայա 41:24-ի մեջ, Isaiah 41:24, let's look together. No, let's go Job 20:27 first. Մի երեք համար եմ ուզում տամ, որ այս մասը բացատրում եմ։ Հոբը ասում է 20:27-ի մեջ, let's listen. Let's go Job 20:27 and then Isaiah 41:24, please open it. Go ahead. Ասում է երկինքը կհայտնի նրանց մեղքերը եւ ասում է երկիրը ասում է դեմ կգա իրանց դեմ։ So ինչ է լինելու։ Քանի որ Աստված գիտի քո սիրտը ու քո միտքը, ինքը քեզ խայտարակ կանի։ Հենց ինքը Աստված քեզ խայտարակ կանի։ Ու մարդկանց կհանի քո դեմ, որ դու պիղծ ու մեղավոր մարդ ես, heaven shall reveal his iniquity and earth shall rise up against him. Աստված publicly քեզ խայտարակ կանի, որ դու կամ ես կամ մի մարդ Աստծուն չի սիրում, անդադար մեղք կա գործում։ Ու մենք դա ոնց ենք ապացուցում։ Եսայա 41:24-ի մեջ ասում է, դու ասում է ոչ մի բան ես։ Ինչի sense ոչ մի բան դարար։ Ինչի sense ոչ մի բան դարար։ Չէ որ ես քեզ որպես ընկած, կործանված մեկին վերցրել եմ։ Դու գիտեք Հիսուսին ընդունելու ժամանակ ինչ է ձեր հետ լինում։ Իսկ դու գիտեք դուք դառնում եք Աստծո զավակ։ Ամենաբարձր պաշտոնն է մեր տիեզերքի մեջ։ Դրա հետ ինքը քեզ տալիս է որպես քահանա լինես, թագավոր լինես եւ ամենազորավորը լինես։ Ասում է ինչի դու հիմա դարար ոչ մի բան։ Why you are nothing now? Why you are nobody now? Why? Որտեվ constantly մեղք են գործում։ Հիսուսին չսիրողը անիծյալ լինի։ Դու կընդունի Հիսուսին։ So what? Behold, you are of nothing. Continue. Garta. Jordan, can you read this for me, please? Read Isaiah 41:24. You don't have mic? Oh, it's all right. Well, get him another mic. Go give him another mic. Any of them, give it to him. Garta. It's okay, Anna, Garta. Դուք ոչինչ եք, եւ ձեր գործն էլ ոչինչ է։ Գարշելի է նա, ով ձեզ է ընտրում։ Գարշելի է նա. That's called elephant walking. So, տախ, 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 տախ. Wow. Let me put out of my head. One more time. Notice Garta. Behold, you are nothing. Your works are nothing. Դուք ոչինչ եք, եւ ձեր գործն էլ ոչինչ է։ Գարշելի է նա, ով ձեզ է ընտրում։ Հիմա Երբ որ մի քրիստոնյա constantly մեղք է գործում, էլ չեմ ուզում ցույց տամ ինչ մեղք է գործում, that's not the time. Աստված publicly shame անում այդ մարդուն, ու այդ մարդուն գցում է ներքև։ Բայց տեսեք, այս մարդը ինչ է ուզում անի։ Այս մարդը երկրորդ օրինաց 68-68-ի մեջ սկսում է իրան արդեն ցույց տալ եմ։ Ես բան եմ, դոկտոր եմ, ես բիզնեսմեն եմ։ Who cares? Դու ինչքան ուզում ես քեզ ծախի, բացատրի, ներկայացրա, ասում եմ կարևոր չի, you're done, you're finished։ Մեկ որ Աստված է սկսում խայտարականել է, էլ դու ում մոտ ուզում ես գնա քեզ ծախի, ասում եմ կծախես, ոչ մեկը չի առնի քեզ։
Oh, I saw people doing that all the time. That's it. And ոչ մեկը չի առնի քեզ. You're a worthless person. Go ahead. Որ մեկն է։ I just said Deuteronomy 28:68. It's just my wife can do anything they want. You know that, right? Go ahead. Let me just make sure I have it. Jordan, read, please. And the Lord shall bring thee into Egypt again with ships, by the way whereof I spake unto thee. Thou shalt see it no more again. And there ye shall be sold unto your enemies for bondmen and bondwomen, and no man shall buy you. No man shall buy you. Hence, սկսեց մարդը մեր գործելը, ասում է դու ոչ մի բան ես, հիմա ինքը կփորձի իրան բարձրացնի, իրան գովա։ Այնքան այնեղը ես գիտես, ես եմ, ես եմ, էլ կարևոր չի։ Աստված քեզ disqualify արե, քո գործն էլ, քո կյանքն էլ, քո ամեն ինչը so bad, հա, ինչքան վատ է դա։ Constantly մեր գործողները, կարթա Աննա։ Տերը նավերով քեզ կվերադարձնի Եգիպտոս։ Yeah, Եգիպտոս պետք է օրենքով ոչ մեկը չգնա։ It's a law. You don't go back to Egypt. Եգիպտոսից որ հելում ես, Եգիպտոսը աշխարհն է, որ քեզ տանջել է, նեղացրել է, քամել է, կթել է, սպանել է, ստրուկ ասարք է։ Ասма Աստված ասեց օրենք եմ դու ոչ մեկը Եգիպտոս հետ չգնա, բայց սրանց ասма դուք հետ կգնաք Եգիպտոս։ Ու ընդեղել, այսա համարը կտամ ասма ընդեղել կմեռնեք։ In other words, Աստված քաշվում այդ մարդուց 100% ու այդ մարդու հետ էլ ոչ մի գործ չի անում։ Go ahead. Կվերադարձնի Եգիպտոս այն ճանապարհով, որի մասին քեզ ասացի, թե այլևս այն չես տեսնի։ Այնտեղ դուք իբրև ստրուկներ եւ աղախիներ կծախվեք ձեր թշնամիներին, բայց ձեզ գնող չի լինի։ Yeah. Կգնաք ու կփորձեք արդարացնեք ձեզ։ So point-ը ինչ է ասու ժողովուրդ, before I continue. Ուզում սա տեսնեք։ Երբ որ ես սկսեցի կարդալ այս համարներին, ինձ Աստված տվեց, ասեց, սրանք իրար կողքելի համար կա, որ կարամ տամ, մեկը մեկից ավելի վատ։ Աստված ինձ իմ աղոթքի մեջ ասեց, Արմեն ասեց, տեսնում ես այս մարդկանց։ Եկան ինձ ընդունեցին, բայց չդադարեցին մեր գործելը։ Եթե չդադարեն մեր գործելը, ուրեմն իրանք ինձ չեն սիրում։ Դրա պատճառով ես իրանք խայտարակ կանեմ։ Իրանք կփորձեն իրանք արդարացնեն, բայց իրանք ոչ մեկը չի առնի։ Իսկ Եսայի մեջ ասում է, նա էլ որ ձեզ կընդունի, ասում է կլի abomination։ Պեղծություն կլի։ Այսօր մեր եկեղեցու մարդիկ կան, որ իմ դեմ են դուրս գալի, չէ՞ ասենք։ Լիքն են 2018-ից, եթե ուրիշները, ասեք, վայ իրանք մեղքեն, դու իրան որպես պղծություն ես ընդունում։ You receive them as an abomination։ Ու իրանք անեծքը կգա քո վրա։ Որովհետև Աստված իրանց մերժում է, իսկ դու իրանց ասում ես մեղքեն, then just be abomination. Anyone who received them will be an abomination, says the scripture. Let's go to Isaiah 41:24. Mechken? Well, good luck, brother. You're going to get cursed because of them. Very, very important. Ինքը ասեց Իսրայելի հուդայի թագավորին. Ինչի համար դու Իսրայելի թագավորին պաշտպանեցիր, երբ որ ես իրան չեմ սիրում, Աստված ասեց։ Աստված ասեց հուդայի թագավորին. Դու ինչի համար Էհաբին պաշտպանեցիր, երբ որ ես Էհաբին չեմ սիրում։ Աստված տենց էլ ասում է։ Մեղք ինչի մեջ է մեղք։ Մենք ում հետ ենք, Աստծո հետ ենք։ Չէ՞, երբ որ դու ընդունում ես Հիսուսին, երբ որ դու քո կնոջդ վրա սիրահարում ես, դու պետք է այդ սերը protect անես։ Գիտես, ձեզ երիտասարդներ մի բան սովորացնեմ։ Էսի statistically հաստատված է։ Ուզում ես հրեշտակի հետ ամուսնացի։ Մաման էլի պետք է այդ հրեշտակի դեպից խոսա։ Ուզում ես հրեշտակի հետ հրեշտակ բեր տուն, որ սենցանի քարտեյը գատունդ, սենցանի սա Rolls-Royce-ը գատունդ, սենցանի գլխիդ ոսկի թափի, էլի խոսալու են, պիտած հելա սապուշն այ, երեխուց գլխին ոսկի է թափում, ցո թափի ոսկի է էլի, չէ, պետք է խոսան, statistically ոչ մի ծնող են մի երեխուց գո չի է լինելու, և եթե ժպտում են երեսիդ, էտի սաղ ձևական կինոյա,
Իրանք տունը առանձին ասում են, տեսա՞ր, մի հատ չբարևեց, տեսա՞ր, շորը ինչ էր հագե, տեսա՞ր, եկավ սենց, տեսա՞ր, սառնան դուրբած է, բա ինչ պետք է, ամեն անգամ սառնան դուրբած, պետք է ասի կարելա ձեր կաթից մի բաժակ խմել, տան անդամա, երբեք, ծնողներ, ձեր երեխեքի բերած զույգին դուք չեք հավանելու, ամուսնացածներ և չամուսնացածներ, նույն փամն է, չկա տենց բան, statistically, դու գնա ասում հրեշտակ բեր տուն, հրեշտակ, the most handsome guy in the world, ամեն ինչ կարողանում, ամեն ինչ, like ամեն ինչ, ոսկի աստեղծում, ոսկի, diamond, ոսկի, էլի մամատ մի բանկը կպցանի վրեն, it's normal, it's normal, it's normal, but դու պետք է պաշտպանես դա, but you have to protect, դրա համար ես երեխեքին ասում, որ ամուսնանաք, ձեր ծնողներուդ այդ չգնաք, ոչ բողոքեք, ոչ խոսացեք, ոչ ոն, just protect your love, որտև մամայդ, պապայդ հետ մի բարձի պետք է չծերանաս, իրա հետ պետք է մի բարձի ծերանաս, agree? Դե ուրեմն պահի հետի, ուրիշ մարդ բերիր կողքիդ մեջը, մամայդ, պապայդ բերիր, դե մամա, պապաներս իրանց ընտանիքներ չեն կամ, դու եթե քո ծնողը չի կարում իրա տունը ղեկավարի, իրան մի բեր քո ընտանիքիդ մեջ, it's not good, they're gonna ruin, ավելա պեչարկեք, հակեք, ու մարդու կնի գնացեք, մտեք բոքսի ռինգ, իրա լավ տպեք, ամենա լավ հետիա, գնում ես ծնողիդ ասում ես ինչ, իսկ ինք իրանը չի կարում լուծի, դու ես երեխա գնում ես, պապա ջան, մամային մի խփի, մամա ջան, մամային մի կոպտի, այդ դրան բերում ես ինչ անի քո կյանքիդ մեջ, oh, I'm getting in trouble, but it's okay, somebody needs to say, Գիրովականցին սառնարանի դուրը որ բացում, ջելո է ալում ընդ է, սկսում է սեն շարժվելը, ասում է մի վախի, պանիր եմ ուտելու, So մի վախի, որ կկործնես, դու քո սերդ պաշտպանի, այսօր Հիսուսին որ ընդունեք, աշխարհը գլխի տա գալու, ինչ ասես չեն ասելու, դու քո սերը պաշտպանի, որ գնում ես եկեղեցի փող ես տալի, խաբում ա քեզ, մի բան որ աղոթք ես արել այդ Հիսուսը քո համար, կայնի տղամարդու պես ասա չէ, չեմ աղոթք արել, ես Հիսուսին դրա համար չեմ գնացել, այս աղջկան որ ուզել ես, ինչ ա իրանից ներկայացնում, ինչքան փող պետք է աշխատի, եթե չէ որ դու քո մարդու հետ ամուսնացել ես, հարցը տվիր իրան, մենք ուրիշ դարաշրջան ենք ապրում, չէ ինչ տարբերություն, այն վաղ դուք էշով եք մանգալի, մենք էլ մերսեդեսով, բայց փաստում է ինչի տա պետք ինքը ինչքան փող աշխատելու, վայ որ աղքատը մի քիչ զարգացավ, դու ոնց ես սկսել, թող այդ երեխան իր սերը վայելի, զգուշեղի, Now, I want to give you one more scripture. So, ինչ եմ ուզում ստեղ ձեզ ասեմ Աստծո ժողովուրդ։ Jeremiah 42:16. That's the last scripture I want to give. Վերջի համարն է։ Can I have Jeremiah? Yeah. No, 42:16. Not 45. 42. 42:16. 1:6. Yeah. Կարդա։ Այն ժամանակ, այն սուրը, որից դուք վախենում եք։ Այն ժամանակ այն սուրը, որից որ դուք վախենում եք, ուզում եմ ես պատահել, այն մարդիկ, որ գալիս են Աստծուն, մեղքը չեն դադարում գործելու, Աստված publicly իրանց խայտարականի, էլ չի թողա որ պատիվ անուն ունենան, եւ հիմա Աստված ասում է, այն ինչից որ դուք վախենում եք, ինչից եք դուք վախենում, մինչեւ Հիսուսին գալը, ամեն մարդ վախ ուներ։ Ասում է հետ կբերեմ։ So sad. Ինքը սա ռիվոկ անում ձեր անեցքները։
հետ աղարկում քո կյանքիդ մեջ։ He revoke everything. Եթե դու Հիսուսին չսիրես։ Աստծո հետ պետք չի մեղ գործես կան. I'll explain next week what I mean by it, but then shall come to pass that the sword which you fear, sword, the Maha, shall overtake you there in the land of Egypt. Աստված կքաշվի քեզանից, կգցի քեզ Եգիպտոսի մեջ ու աշխարհը քեզ կկործանի. The sword you used to afraid of. Ես տեսել եմ, ես ընտանիքա 2018 թվին իմ դեմ դուս եկան։ Իրանք ունեն քանսերի հիվանդություն։ Աստված կայնացրել էր, հետ եկավ։ Մարդիկ իրանց մաղոտ կենան. It's the wrong thing to do. You can't pray for these people. They need to repent. They have to repent. Իրանք պետք է ապաշխարեն։ Ասում եմ, ես արգելքներ կդնեմ այդ մարդկանց առաջ, որպեսզի հետ գան, եթե էդ էլ չի օգնում իրանց, դեն ուրեմն պետք է իրանք, բայց իրանք ինչ արեցին, Աստծո դեմ մեղ գործեցին։ Ոչինչ որ եկեղեցուց գնաս, օքեյ է, բայց գնաս աղոտ կանց որ եկեղեցին քանդվի, հովիվն էլ մեռնի։ That's not normal. Այդ իսկի սատանան չի ցանկան որ ես։ Գնաք սատանան հարցրեք, կուզես որ ես մեռնեմ, կասի չէ։ Կասի մեղ գործի։ Ինքը սիրում է որ դուք մեղ գործեք։ Որովհետև ձեր մեղքը Աստծո դեմ է, ինքը ուզում է որ դու մեղ գործես, ինքը չուզում որ մեռնես ինչ անես։ Մեղ գործելի։ Գիտեք սատանան ուզում է որ դուք մեռնեք, չէ սխալեք Աստծո շորտ, ինքը չի ուզում որ դուք մեռնեք։ Ինքը ուզում է որ դուք մեղ գործեք, մեղ, լիքը մեղ, որ Աստված ձեզ ոչնչացնի։ Ինքը չի ուզում որ դուք մեռնեք, trust me։ Դա օգուտ չի իրան։ Կոզմա որ դու մեղ գործես։ Դու ասում ես Ալլահը մեր սպասի ես քան աղոտ կեմ ամես ինչի սենց գործերս չի եղնում։ Մեղ գործի, չարեղի։ Հա? Yeah, մեղ գործի, that's what it is. Question արա Աստծո իմաստությունը։ Question արա Աստծո զորությունը։ Աստուն անընդհատ դիր պատի տակ ու սխմի։ Բա դու գրել ես այդ գրելա, բայց ինչ ա գրել։ Դու կարդացել ես կի։ Եկեք կարդանք Եսայա 64:7-ը։ Ու գնանք պատուղները։ Հելա չէ, եք ասեմ երբ Արմեն ջան, մի րոպե սպաս։ No, let's finish that. Finish this conversation. Finish the whole thing. 16-ը կարդա։ Then it փակեցիր։ Խիկ դու ոնց որ ռիտանը լես, մեկը տեքստան վրաշ ջջում է։ Ծանրությունն է, ինչա, պայդ մեր գրոպը թող մնա էլի։ Ասեմ խի ջջես, ասում չեմ սիմ, ամար ծանր է, որ տեքստ են անում։ Կարող է դալի ապետ դնես տանես, տեքստ է էլի։ Վրաշ ջջում են։ I have it. Oh, really? Go ahead, thank you. Վախվեն հեռախոսները մաշվի։ Go ahead. Այն ժամանակ, այն սուրը, որից դուք վախենում եք, այնտեղ Եգիպտոսի երկրում, պետք է հասնի ձեզ, եւ այն սովը, որից դուք զարհուրում եք, այնտեղ Եգիպտոսում, պետք է հետևի ձեզ, եւ այնտեղ պետք է մեռնեք։ That's it. Now, Եսայա 64:7-ի մեջ եկեք հիմա խոսանք պատուղներից, սկսենք ստեյց։ Ես էսի տվեցի, որպեսզի դուք foundation պետքա Հիսուսին ընդունելու ժամանակ ունենա կատարյալ սեր իր նկատմամբ։ That partial. Ու Աստված չի սիրում մարդկանց, որ մեղք են գործում։ Ես ձեզ ցույց տվեցի։ Չես կասես, ես Հիսուսին ունեմ, ինչ կուզեմ կանեմ։ Արա, քեզ խայտարակ անելու, հետ շպրտելու է քեզ Եգիպտոս, ունդեղ այն անեծքները, որ դու ունեիր, բաժանման, cancer, Parkinson, ինչ կա վրետա գալու։ Ու մեռնելու ես գնաս։ Ու Աստված քեզ չի օգնելու։ Աստված նույնն է, եկեք իր հետ ասենք, 3 այսօր եւ հավիտյան։ Ինքը կատակ չի անում։ Չմտածեք, որ այն վաղտվա Աստված արդեն մեռել է, այսօր թազ Աստված ենք ստեղծել։ Մենք ուրիշ Աստվածներ չունենք, մենք մի հատ Աստված ունենք, ամեն։ Եվ ինքը կենթանի Աստված է։ Ինքը մեռելների Աստված չի։ Եսայա 64։ Հիմա առաջի պտուղը արդարության սա է։ Եկեք նայենք։ Գտնել մեր սիրեկանին։ Սիրահարվածներ, քնած տեղները զառանցում եք այդ մարդու մասին, առավոտ լիքը նվերներ եք առնում, վազում եք մոլերը, ինչ ասես չեք անում, որ հասնեք ձեր սիրածին։ Ճիշտ է թե չէ։ Տղա թե աղջիկ։ Եթե սուտ եմ ասում, ասա սուտ ես ասում։
Եթե դու իսկականից այդ սերը չունես, ուրեմն քո սերը fake ա եղել։ Կամ դու եղել ես gold digger, կամ են մնացած անունները։ You know what gold digger is, right? Looking for money. Այնքան անուններ եմ սովորել այս օտարներ շվի, որի կա sugar daddy, sugar mama, gold digger, cougar. What else is there that I don't know? Catfish. Cat, what's catfish again? Fake pictures. Fake pictures on social media. Look at these people, man. Գոնե նորմալ փողի համար ամուսնանում են։ Հետո դուք սկի հարուստների հետ շփվել եք։ Դուք գիտեք իրանք ինչ կոպիտ են։ Դուք գիտեք հարուստները ինչ ձևի են։ Դուք իրանց հետ չեք կարող ապրեք։ Հարուստները ձեզ կդնեն ու սենց սիրուն սալֆետկի պես կփաթաթեն կշպրտես քիչ ես էլ իմանա։ You don't play with these people, they're too rich. Իրանց ներկայության մեջ սկի չես կարող կանգնես։ Մենք մի անգամ եղել ենք ու ես դուրսն էի մնացել ցրտին։ Այախպեր կայնած են, խոսում են, ազգանունով են խոսում։ Ու իրանք իրար մեջ խոսում են թե ընչեր ունեն։ Այս մեկին որ հասավ ասեց պապատ առավ այդ սամալյոտները։ Գրիշ չէ։ Ու ամեն մեկես քանի միլիոնա տվե առել է։ Հետս բան ունի, airport ունի։ Բաներ ա տանում international բերում, լցնում են։ Դուք հասկանում եք ում կողքն եմ կայնել։ Ու ես ինչ ունեմ հայկական վարիանտով մի հատ Mercedes եմ առել, գործ չունեմ։ Ու ամենասիրունը ես եմ հակնվեց, ամաչում էի մոտների։ Իրանք ջինսով միսով սենց քոքը ձեռներին կանած, այն մեկն ասում է չգիտեմ, ու գիտեք ինչ է լավ, ես փախատ էից։ Գնացի դուսը կայնեց այդ կնոջ տունը, ինքը սարի վրաս էս ծովներ նայում։ Դու եք գիշերը ծովը գնաս նայես։ Այդ ծովի ջուրը այդ որ խփում է, այդ թրջվել է դարել է թրջված մուկ։ Եկել է ռիտնաս մարիտոս ու չէ, չեմ գա, դրանք գիժ են, այդ ընչեր ունեն։ Ու պետք է ֆրեն գայնից, oh, how are you sir? What is your name? Okay, first of all, forget it. Ինչ ես աշխատում? Nothing, բայց Mercedes-ը խես քշում։ Հայրն են, չէ՞, սոված նստում են, բայց ավտո են քշում։ Ապարտմանից Rolls-Royce-ով ա դուս գալի։ Ասում են, չես BMW-ը, ասում որովհետև հայ եմ։ Յա։ Սաղ աշխարհ այդ գերմանացիք իստեմա որ այս ավտոները սարքել են, զուտ հայերի համար են սարքել։ Mercedes ու BMW, սաղ հայերն են քշում։ Եթե հայերը որոշեն Mercedes ու BMW չառնեն, այս գերմանացիք հաստատ աղքատության են գնալու։ Մենք մեր հայերն ենք քշում։ Ամերիկացիք այն արդար պիոների պես Ford, Chevrolet, լրիվ այդ ամերիկյան տեղերը որ գնաս, այդ իրանց ավտոներն են քշում։ Բայց գալիս ես Glendale, Գերմանիան ստեյա։ Հա։ Ու սարքում են, բան են անում, չգիտեմ, այդ ինչեր են անում։ Isaiah 64:7, let's see. Հիմա առաջի պտուղները, արդարության պտուղները, ասո շորտ։ Ֆիլիպեցիների 1:11-ից մեջ ասում է բերեք արդարության պտուղներ։ Առաջի արդարության պտուղը եկեք նայենք։ Քո անունը կանչող ոչ մեկը չկա, Քո անունը կանչող ասում է ոչ մեկը չկա։ որ արթնանա եւ քեզնից կարճի, որովհետեւ դու քո երեսը ծածկել ես մեզանից եւ մեզ մաշեցնում ես մեր անօրենությունների պատճառով։ There is none that call upon thy name, that stir up himself to take hold of thee. Ասո ժողովուրդ, Աստված ասում է կա մեկը, որ այնքան սիրահարված է, որ ամեն օր կգա ու կգտնի ինձ, կփնտրի ինձ։ Մեկն է չկա։ See, էսի Աստված է ասում։ So հիմա դու կասես, բայց փաստեր ես ամեն օր աղոթք եմ անում։ Այո, աղոթք ես որ քեզ փոխտա։ Դու աղոթք ես որ քեզ բժշկի։ Դու աղոթք ես անում որ հանկարծունը չքանդվի։ Դու աղոթք ես անում որ եկեղեցու սաղ քեզ խոնարհվեն, սաղ քեզ տեղ տան։ Օ, ես եմ ուտելիքներ, ես եմ ես լույսը դրել, ես եմ ես կամերա հետևն։ Who cares, man? What is your love?
Դու ինչ ես աղոտ կանում, դու իրան չես ասում, ես ուզում եմ քո հետ շփվեմ, I want to know you. Nobody stood up to hold of him. Սաղոտ փող դու փող չունեմ, բիզնեսը սորտ երեխա սորտ. He's tired of listening all this nonsense. What do you pray? Ո՞վ ասեք ես որ դու պետք է ապրես Հիսուսին ընդունելուց հետո։ Այդ ո՞վ է քեզ այդ սուտա խոսած է։ Հենց Հիսուսին ընդունում են, իրանց դնում են Տարզանի տեղ, Սուպերմենի տեղ, ես պետք է երկար ապրեմ։ Ո՞վ ասես քեզ ամա, բալու ինք չուզը որ դու երկար ապրես։ Այդ ո՞նց որոշեցիր դու այդ ամեն ինչը։ Էլ նեղություններ չեն ուզում կրեն, աշխարհի մեջ խելոք գլուխները կախ, ով գլխներին տալիս են ընդունում են, բայց որ գալիս են ասում դառնում են առուցներ։ Այդ ում վրա ես գոռում։ Ինչ ես աղոտ կանում։ Insert, what is it? My name is Julio, my name is Grigor, what was the name of that thing? Jimmy. Why they call Jimmy? Huh? Oh. I'm surprised you know that. Any scriptures from the Bible? Մարդիկ կան աշխարհի մասին ամեն ինչ գիտեն։ Հենց Աստվածաշինչ համար ասում է, դե հովիվը դու ես, բայց դու էլ հավատացյալ ես։ Or start playing, brother. Առաջի արդարության պտուղը։ Հիմա, ինչի է արդարության պտուղը? Henry, come for a second. Ուզում եմ մի հատ նայեք։ Ինչի է սա շատ կարևոր։ Պատկերացեք Հենրին ծառա։ No, ծառա։ Ունի ճուղ։ No, listen to me. You guys have to understand this. Don't laugh. Don't be serious now. Ասում եմ, ես եմ ծառը։ Այս դուք պատվաստված եք իր վրա։ Ստեղից պտուղ է գալու։ Հա? Էսի Հիսուսն է։ Էսի դու ես, որ պատվաստել ես իր վրա։ Առաջի բանը որ Աստված ուզում է, որ քո մեջից ինքը դուրս գա։ Ես եմ, Հովանեսի մեջ գրած է ես եմ, ծառը ես եմ, դուք ճյուղերն եք, ինքը ուզում է, որ քո մեջից Հիսուս դուրս գա։ Դե թող դուրս գա, իսկ առաջին ինչ է դուրս գալու, ոչ թե քո ընտանիքդ, քո երեխեդ, քո բիզնեսդ, քո առողջությունդ, այլ նրա կատարյալ սերը, որից դուրս է բխելու մարդկանց վրա։ Ուր է էդի, խի է պակսում։ I'm the true vein ասում եմ, ես եմ այդ ծառը, ես եմ սաղ այդ արդարության պտուղները իրանից պետք է քո մեջով դուրս գա։ Առաջինը որն է։ Դու որ կպել ես իրա վրա, դու որ կպել ես իրա վրա, կպել ես, որովհետև սերն է քեզ կպցրել։ Is this too expensive your jacket? Who cares? So, դու ես կպցրել, ինքն է քեզ կպցրել, իրա սերն է քեզ իրան կպցրել, իրա սերն է քեզ կպցրել։ Ոչ թե քո հավատքն է կպցրել, ոչ թե քո ընդունելն է կպցրել, ոչ թե քո հիմար աղոթքներն է կպցրել։ No, it's because his love քեզ կպցրել է։ Առաջինը պետք է դու պետք է գտման գաս իրան, որ անընդհատ մնաս, ասում եմ, եթե նա Իսրայելին չխնայեց, քեզ չի խնայելու։ Եթե դու ամեն անգամ մեղ գործեք, քեզ շպրտելու է դուրս։ So my brother and my sister, իրա սերը, որ քեզ կպցրել է իրա վրա, ծառը պտուղ է ուղարկում, դու չէ, դու ուղղակի արտադրողն ես, բայց իրա արդարությունն է քո մեջից դուրս գալի, բայց խի չես անում որ, հա, ուրեմն դու կպաշ չես իրա վրա, քո կպնելը ընդհանրապես տափակություններ է։ Ու հիմարությունները։ Դու Աստծուն չես սիրում։
Դու Աստծո չգիտես էլ։ Ես հիշում եմ 2007 թիվներ։ Ես միշտ Աստծուն ասել եմ, ես քեզ սիրում եմ։ Քանստետ եք էտի ասել Աստծուն։ Դեկեք հիմա ապացուցենք, տենանք, որ մեկին էսա ճիշտ։ Ես usually տես բան չեմ անում, բայց ես անգամ ուզում եմ անեմ, եթե թույլ կտակ։ Թույլ է չտակ պետք է անեմ։ Ոնց որ դուք տենց էլ ես։ Դուք փող եք սիրում, ես էլ եմ սիրում։ Դուք vacation եք սիրում, ես էլ եմ vacation սիրում։ Դուք տուն եք սիրում, ես էլ եմ սիրում։ Դուք ուզում եք հարստանալ, ես էլ եմ ուզում հարստանալ։ Ես էլ եմ հայ։ Ես որ եկա Ամերիկա, 3 ամիս հետո ես բիզնես եմ բացել ու աշխատող ունեի։ 3 ամիս։ Ես որ եկա Ամերիկա, մի հատ իտալացի տղա կար։ Ինքը ինձ ասեց, արի թանգա մի հատ ապարտման կա, այդ ապարտման չեմ ընտեա, մենք իրար միամիտ կպանք, ինքը սկսեց գորգրելը վրեց, ես էլ իրար գորգրած, ինքը ուժ լեզվով, խոս ես ուժ լեզվով, հետո իմացանք, որ ինքը իտալացի է, ես էլ կիսատ պրատ խոսեցինք բան, դուրն եկավ, ասեց, այս չենք կար 80,000 հա։ Ասեց հետո չէ, ասեց ստեղ բում է եղնելու։ Թանգան այվախ գյուղ էր, որ մենք գնացինք 92-93 թվին։ Գյուղ էր, տներ կային, այնտեղ 10,000-ով էին ծախում։ Բայց Աստված ինձ business mind էր տվել, business mind։ Գնացի սաղին բարեկամներն հավաք, այն վաղտվա ամերիկացիք հայերը քնած էին, ոչ մեկը տուն չէր առնում, սաղ քնած, գնացի եկեք ես շենք առնենք, ինչ տա պետք։ Ասեմ, այստեղ լավ է, չէ, դարեր սենց ա եղել, չառան ոչ մեկը։ Այդ շենքը հիմա մոտ 5 միլիոն, 6 միլիոն կլի, եթե ոչ ավել։ 80 ինչ է, կարանք մեր հին եկած, մեր բարեկամները կիլոներով փող ունեն, սենց որ բացես, սենց ոսկի էր, սա կարանք ծախենք, առնենք, չուզեցին, որտեղ են վաղտ ուրիշ գաղափար կար։ Այս եվրոպացիները սա շարժ են տեղից, այս տուն առնելը, այս մի 10-12 պատմություն է, սա երիտասարդ տուն առնել, ով էր տուն առնել, ոչ մեկը, պետք չէր։ Սո ես բիզնես եմ բացել, գնացել եմ սովորել, ուզում փող աշխատեմ։ Մենք հայերս ոնց ենք ուզում ենք բիզնես բացենք ու մենք ըլենք ամեն ինչը։ Տերն էլ մենք ըլենք, նրսն էլ մենք ըլենք, դոկտորն էլ մենք ըլենք։ Մի հատ մուլտիկ կա, այն cloud-ով չգիտեմ, ասում է դոկտորը լես ասում է, բա ոնց, ամեն ինչ անում է։ Սո բժշկում էլ օպերացիա անում, լոյերել է, տուն էլ է սարքում, պատուան էլ է դնում, պլամինգ էլ է անում։ Այդ ռոպեն ինչ է պետք, ասա ամեն ինչ ավտոմեջ դրած է։ Ուզում ես օպերացիան, ես գամ կանեմ։ Հայերը տենց։ Air condition-ի գործել են անում, պլամինգ դուր։ Եթե հայն ասեց ես արեստավոր եմ, ամեն ինչ անում է։ Սա հայերը տենց է, չգիտեմ, խի սաղ վեկալել են իրանց։ Իրանք իրանց կտրտում, հետ կարում, օպերացիա, հայ է։ Այն ամենալավ վաղտս նստած եմ տան մեջ, ես փառք եմ տալի, ասում, որ հեսա փող եմ աշխատելու։ Ինձ Հիսուս եկավ ասեց, դու ինձ սիրում ես։ That's the right question։ Հիսուսը Պետրոսին 2 անգամ հարց տվեց։ Ասեց, սիրում ես ինձ։ Այդ սերը սովորական սեր չէ, էդի աստվածային սեր էր իրան առաջարկում։ Ասեց, Պետրոս, ակաբ է։ Ասեց, չէ, ֆիլիո։ Ասեց, no, ակաբ է։ Ասեց, Էրոսը, no, ակաբ է։ Love me as ակաբ է։ Աստվածային սիրով իսկ սիրեց Պետրոս։ Ինձ Հիսուս ասեց, սիրում ես ինձ, ասեց, փակի ամեն ինչ։ Դպրոցդ փակի, բիզնեսդ փակի ու իմ հետևից արի։ Կանես։ Արեցի է։ 3 օրեր թուքս տեղս էր մնացել։ Նա դուք էդի չեք հասկանա։ Գիտեք ինչքան աղքատ դառա ես։ Այն որ ոչ մի բան է սախտաներ առան, ես իմ ինչ այդ հայկական ձև եմ խոսում։ Եվ ասում եմ, այ հարևան ջան, ասում եմ, այս մեր հարևանը չի տերա, որ քամրի առե։ Այն մարդկանց, որ ես գիտեմ, որ ոչ մի բան է տաներ առան, դու հասան տեղեր, իսկ ես մնացի աղքատ, ասել ձեզ տեր դառա։ Ինձ ասված չասեց փակ ես քեզ փող եմ տալու։ Չասեց, ասեց սիրում ես ինձ։ Բայց մի բան է ինձ Աստված խոստվել, որ ոչ մեկը չունեք, ասեց այն սերը, որ ես տվել եմ Դավիթին, քեզ էլ եմ տալիս վերցրա։ Երբ որ երեխես նեղության մեջ է, շատերը չեք կարա ձեր երեխեքի փրկեք։ Ես գնացի ասեցի դե favor արա ինձ։ I need a favor։ Ասեց you got it։ That love give me power։ Բայց սա է իսկական սերը։ Ոչ թե գնացի
սաղորը ամեն արտասուք չէ, որ Աստված նայում է։ Էդի պտուղ չի, էդի կապրիզնություն է։ Ոնց է երեխեքը մամայից բանեն, ուզում է զռալը։ Ով է, մամաշկի շան տեղ չի դնում այդ երեխուն։ Որ երեխան ասում է, մամա ջան, զենքը կտաս քո վրա կրակեմ։ Please։ Ասում է, ազի ջան, բայց ոտից կրակի գոնե։ Դες հիմար ծնողներ կան։ Have a seat, Henry. Նայում ես հայրը, ամերիկացիք երեխեքը, որ 16-17 են եղնում, հայրը մի հատ ամերիկացիք մի հատ ջանքարտից ավտո են նվիրում, սենց որ գազ ես տալի, չի եթում, սենց կամած գնում է։ Ասում են, էսա ջանի, էս քո ավտոն է, congratulations son, you are 16։ Հայը, Rolls-Royce տվե, ասում է, քշի յոլա գնա, տենանք մյուս տարի ինչ ենք անելու։ Rolls-Royce։ Մեր parking lot-ը նկարել եք։ Մեզ ասում են հարուստ եկեղեցի։ Հարուստ եկեղեցի ենք, այո, բայց բակետն է աղքատ։ Այո, հարուստ եք, մի հատ գնացեք նկարեք։ Ինչ, մեր մոտ ինչ են, քալնիա կայնում։ Ասում մեկ հատ էց ավտոները խայտարակ ենք եղնում։ Զպով եկեք, հին ավտոներով եկեք։ Մեկ հատ $1 եք գցելու, ավելավ այդ գնի ավտով եկեք, որ չասեն հարուստ եկեղեցի է։ Ինչ ավտոներ ասես չկան դե 300,000, 400,000, կես միլիոն։ Մի միլիոնանոց ավտոներով գա, մի հատ տղա կար Ալեն ինգերներ, մի միլիոնից ավտով էր գալի կայնում, խայտ մի միլիոնից ասկի չեն կարող ձեր տայինք։ Ռամերեսը մտավ մեջ աղոտ գրած, աղբես ասես սրա բրեկները 24,000 ամեններ 3 ամիսը մեկ պետք է փոխես ասես in the name of Jesus I revoke my prayer։ Revoke արեց աղոտքը։ Մինչև այդ նստել է ռուլը բռնել ու աղոտ կամ տակ ասես 24,000 ամեն 3 ամիսը մեկ պետք է ասես Հիսուսյանով հետ եմ տալի։ Մենակ լույսը որ կոտրվի $16,000 է։ $16,000։ Բայց երկուսն է կոտրվի։ That's 32,000։ Ու բրեկները դել փչանա։ Ու ավտո սկրաչ եղնի։ That's 100,000 right there gone։ Բե մատ կորոլա է սարնում կացով տալիս է լեթում է։ Just a light, լույսը $16,000 է։ Ու դու սաղ տարին 16,000 հավաքել ես։ Ու տալիս ես մի հատ լույսի։ Ինչա քեզ մի հատ Rolls-Royce են։ Now see people, առաջի պտուղը նրա մանգալն է, ասում է hold of him։ Հիմա դու քեզ հարցրա, ամեն օր, շաբաթը քանի օր ունի, 7 օրվա մեջ քանի անգամ ես իրան մանգալիս, քանի անգամ ես իրա հետ կապվել, քանի անգամ ես իրան սիրել, ու սա միշտ թե երբ որ փողա քեզ պետք, երբ որ մարդը քեզ նեղացրել, լացելու տեղ ես մանգալի, ուս ես մանգալի, որտեվ հովիվը մնացածները բիզի են, մեկը չի լսելու, հա? See that people? That's the first fruits of the righteousness. The love to him. Կկանգնենք ոտքի Աստծո շուրջ։ Ինձանից լավ բան չեք լսելու Աստծո շուրջ, բացի սիրել Աստծուն։ Ես ես ոչ մարդ եմ տալու, ոչ էլ կին, ոչ փող, ոչ բիզնես, բայց ես ձեզ կարամ Քրիստոսին տամ։ Մեկը հիշեք, երբ որ դառնաք 80 տարեկան, ես միշտ ասել եմ ու կասեմ, դուք պետք է մենակ լինեք։ Երիտասարդներ ձեր գեղեցկությունը գնալու է։ Մի ժամանակ ես էլ է ձեր նման սիրուն, բոյով, ձիգ։ Հիմա։ Մի ժամանակ ես քնում էի 5 րոպե, մնացած օրս վազում էի։ Անայս չէ, որ դուք չեք գալու ինձ հասնեք։ Բան չի մնացել, էսա ես կգնամ, դուք կգաք իմ տեղը կվեկալեք։ Այո, գիտեմ ինչ ես մտածում, չգիտեմ ինչ ես մտածում։ Բոլորս էլ ստեղ, որ մի քիչ դեֆորմացվել ենք, վախտի սիր ունենք։ Հանգած մտքովը չանցնի, որ ես մեծ մարդա դիմացդ կայնած։ Գնալա 20 տարվա նկարներս նայի։ Բարիտան ինչի մար ինձ ուզեց։ Ռիտան ասում է, ես քեզ ուզել եմ քո բիլակների համար։
Երեսից չի էլ նա է։ Դրա համար ինչ չես ճանաչում։ Որ լավ մեծացած ես դու ես։ 235 pound պարապած հենց որ սկսեցի թուլանալը թևերս բարակել մակարոնի թևերը դեռ ես նայած երեսից զվայ ես ում հետ եմ ամուսնացել But there's one thing I have Jesus Alright so մինչև աղոտ կանելը ուզում եմ մեր աշակերտներին certificate տամ խնդրում եմ իմ բոլոր աշակերտները գան առաջ Come on, let's go. Every student come front. I'm going to give certificate to them. We're going to congratulate them that they passed their test. Every student come front. Come on, Leo. You too. Come on, brother. Այս բոլոր մեր աշակերտները ուզում եմ բոլոր տեկակ մարդ չմնաց, չէ։ Բոլորը ավարտել են Can I speak Armenian? You don't mind? I'm gossiping about you guys. Okay? Yeah. Վայ մանուշս, դու ես ավարտել, քուկի։ Քուկին էլ ավարտել։ Ինքն էլ են դեղաղոտ կերան, ինք ավելավ էր բժշկում, քան ես։ Ուզում եմ բոլորին congratulate անեմ Աստծո ժողովուրդ, որ Աստված իր հավիտենականության մեջ God in his eternal place he decided to bless you guys with a great gift. There's no accident in our life. And he bless you all of you. There's no accident. So I want to give this certificate. Yes, tam duk ծափարեք։ Չեմ կարող համ տամ համ ծափարեմ. So we go to Tamar first. Tamar is here. Tamar jan, congratulations. God bless you. Good job, my sister. Tamara ham քարոզը արեց excellent. Համել բժշկությունները շատ սրտանց. Where is Sarah? Where's your daughter? Huh? Absent? I just tell her that the angels are looking for her. Catherine. Էստերեխեն քանի տարի Ամերիկայից, քանի տարի մեր եկեղեցին, հա? 10 տարի ծառայում է, քարոզում է եւ բժշկություններ անում։ Look, եթե երկար մնաք Աստծո մեջ, Աստված քիչ-քիչ ձեզ կօրհնի, Աստծո ժողովուրդ։ Amen. Congratulations, my sister. Christine. You know, yesterday I forgot about you. People were saying, Christine, excellent person. Christine-ն առաջ օրը, որ եկել էր մեր եկեղեցին, փախնում էր մեզանից։ Կես ոտը ստեր, կես ոտը ներս։ Բայց այսօր ամուսնացավ մեր եղբոր հետ, ունեցավ 2 հատ ընտիր երեխաներ, եւ այսօր ծառայում այնքը եկեղեցուն։ Համ դու քարոզին չմասնակցի, չէ՞։ Ալենը մասնակցեց։ All right, congratulations, I give it to you. All right. Իմիջայլոց Արաքսը տատիկա դառը, կարող եք շնորհավորեք իրան։ Էլ չասեք Արաքս, ասեք Արաքս տատի։ Ստեփան պատի ասեք, ես Ստեփան պապի։ Ripsik, congratulations. Ripsik-ը արտակարգ անձնավորություն է, ինքը մեր եկեղեցուն օրհնում է, իր աղջիկները օրհնված են, համ քարոզում է, քարոզեց, համ բժշկությունները սրտանց անում։ Ես ասեմ, որ դուք մյուս դպրոցի մասնակցեք, դուք ես սովորեք։ It's a big blessing, my sister, congratulations. Սուսան։ Մեր Սուսան քուրը լավ բիզնեսներ ունի, տրանսպորտ էլի բիզնես ունես քուր ջան։ Ամեն ինչ եւ այս մարդը առաջորդ եկավ ու ասաց ես ուզում եմ Աստծուն ծառայեմ։ Լավ քարոզեց, բժշկություններ սրտանց իր ամուսնու հետ հավասարանում են ու ես այն որ առաջ ասում առաջինը կլի վերջին կգա առաջ։ Դուք եկաք ու միանգամից մտակ Աստծո օրհնության մեջ։ Շնորհավորում եմ։ Իսկական սրտանց Աստված օրհնի ձեզ։ Հարությունը չի քարոզել, չէ՞ թե քարոզել ես։ Բայց լավ բալ է տարել, որ հարությունը կա, իմացեք ընդ հավես անցնում։ Եվ ինք Jordan River-ն ինքը Էդոին հարց է տալի, մեր Էդոն ընդեղ ասում է Էդո Jordan նով այդն ասում է չգիտեմ, ես չգիտեմ։ Այտենց հետաքրքիր անցավ։ Աստված օրհնի հարության։ Good job, brother.
Always good. Anna. Այս հայրի նոր ես դրե, հերթով ես դրե։ Առաջի անգամ Աննան իր մաման որ բերեց, ասեց շատ խելացի աղջիկ է։ Ճիշտն ասած, որ ասում են խելացի ես, մի քիչ խառնվում եմ իրար, որտեվ ես որ խելացի չեմ, չգիտեմ խելացիների հետ ոնց վարվեմ։ Ճիշտ ձևը կրակելն է, բայց չես կարա։ Բայց Աննան եկավ ու մեր համար մեծ օրհնություն եղավ ինքը։ Այսօր բոլոր միդիան ինքն է անում։ Բացի դրանից սրանք ինքն է սարքել։ Ու շատ բաների մեջ ինքը կա, եւ Աստված իրան օրհնում է ու օրհնելու է։ Ճիշտ է կլինի նեղություններ, բայց եւ օրհնությունը շատ է։ Շնորհավորում եմ։ Համ քարոզում է, համ էլ բժշկություններ է անում։ Ռիտա։ Արդ ձերանը սովորեցի վերջապես։ Որ Ռիտային ասում ես գիտեմ կինս է։ Մեր Ռիտա քույրը իրանք բոլորը Թամարը, Ռիտան եւ Ռիտա Թամարի մաման բոլոր իրար հետ են եկել։ Եվ մեր քուրն էլ ծառայում է, ինչ որ աղոթքի էլի բաժին ունես, ծառավա Աստծուն, քարոզելա, արտակարգ քարոզումա եւ իհարկե միևնույն ժամանակ ինքը բժշկությունով եւ սրտանցանում շնորհավորում եմ քուրջան Աստված օրհնի։ Let's go to the next people. Oh, you give English people the folders, huh? And Armenian people you neglected. Henry. Henry, I'm going to say Armenian, is that okay? Henry, how long you are coming? How, is it 3 years? 3.5 years ago when he came to our church, none of us like him. He came, he started saying, oh, I'm going to do this. I said, who is this guy, man, I guess. But he proved himself. He's preaching. He's a good brother, always there for us. He's funny. He's interesting. Nobody likes him. But he preach and he do healings and he's hungry for the Lord. And I'm very happy for you, brother. Congratulations. Alonzo. Like Susamba says, Alonzo. My brother Alonzo, I treat him like my son. This gentleman is hungry for God. He was so hungry, he prayed 20 hours to challenge me. 20 hours. And then I said, how was it? He says it was boring. But he did anyway. He serves all the time. They're there with Armand and Joshua. And these guys are awesome. Very awesome people. I like them very much. They're the blessing to me. Congratulations, brother. Really, seriously. Tiffany, forget it. Tiffany. I call thunder. I call her a thunder. She makes noises, people. And then when she talks with Henry, you have to run away. My neighbor Davo, he can't handle the noise. It's too much. Like, yeah. Tiffany drives from Arizona every week comes here because of this church. Now this is crazy. When I see them, my legs shakes. The mileage they drive, they come. Sometimes they don't have a place to sleep. They sleep in their cars, and Henry sometimes help. But they come because they love the Lord and they see Jesus in our church. Really, really seriously. You guys touch my heart. And her sister is very, very close to Donald Trump. Her sister, can you imagine? I'm a jealous guy too. No. What is this? She has a long name? Arya. What do you call that? Ardina? Ariadne. Beautiful name. Why we call Arya? It's like a very weird name, Arya. Beautiful voice. She preached. Beautiful voice. She came 2 years ago and she stayed, and she's a great blessing for our church. She preached it and she's hungry. You know, we opened Spanish church and he decided to sing for his Spanish church. And she don't know anything in Spanish. She only speaks Armenian. Congratulations, my sister. Very good. I like it. This is a great moment, people, I'm telling you. Cynthia, where is Cynthia? Nobody likes Cynthia, it's okay. She works for fire department. And if there is a fire, call Cynthia. Cynthia, a great person. We love her. She preach, she teach, she stay here, and she's a blessing for us. My sister, thank you, really. And she buys our cake, by the way. She's the cake bar. Every Sunday, I call her Cynthia. I say, okay, Pastor, I'm going to buy the cake. She's already know. Daniel. Where is Daniel?
She was here. I saw her. Oh. A great supporter, people. She blesses me financially. Very, very good. This person is a great blessing for our church. She teach very good, by the way. And I have a good news for English-speaking people. And she do healing. She have good heart. Years ago, I interpret her dream. And I said to her, you can help me. I said, God gonna use you. And guess what? She is very good with the ministry. Very good. She has very, very good heart. My sister, congratulations, really. I want angels to record your names too. It's a great moment for me. Can you imagine? 10 years ago, we didn't have this. Hugo. We call Hugo Boss. A humble man. This man is a humble man. Very trustworthy. I mean, wife too. Nobody likes you, right, myself? But wife is wonderful person. Together, they are very good couple. They love the Lord. They are for God, and I'm very happy to see people like that. They support the ministry of Jesus, not mine. Congratulations, brother, really. Jordan. Jordan is Italian. That's why I like him. A great man. He came to me, he said something incredible. He said, the churches I go to, nobody give me a place. You said that, right? But you know, he serves. This man, he makes stuff for us that it's never been done. He's very good over there. When some singer, they don't sing good, he turned them off. He never let them sing. Good job, my brother. But congratulations, really. A very humble heart. I like his heart. Very good man, very good man. And then we have Hugo Boss. Hugo's Boss. My sister, I already talked about you, really. Very good support. I don't see a lot of women support their husbands. But honestly, the way you are supporting your husband and then with a good heart you're trying to elevate is precious, really. Congratulations. Thank you. Lupe, she's a nurse. If something happened to you, go to her, not to my wife, because my wife give you wrong diagnosis, people. Let me tell you that. She's hungry to God. You know, I said to her, you want to participate? She said, if I don't do it in your church, I will help people outside. I really like that. She wants to be evangelist, also know how to, man, I feel the presence, seriously. And she wants to not only do for church, but do for people outside. That's very great blessing. Thank you, my sister, really. Congratulations. Jacqueline. Who's Jacqueline? Huh? Oh, yes, Victor, yeah. It's okay, we'll give them later. Oh, that woman is good too, man. She's a precious. Victor, nobody likes him. So who else? Everybody have theirs? Where is Leo? Did you got Leo? You didn't make Leo. Leo, it's okay, we'll give it to him. It's not a certificate that gives. Leo, my brother. This man, why you didn't make for Leo? It's Anna's fault. I guess she don't like you. Leo, this man, I interpret his dream. Is it a year ago, 2 years ago? Year ago. He said that nobody interpret my dream, so I interpret his dream, and I'm hoping he will accept my interpretation. And in my shock, he accepted my interpretation. And he came to my church, and he have a wonderful, my sister over there, you're going to marry, right? I'm hungry. He preached very good. He's a very shy man. But when you see shy people come forward and preaching, that's God, people. I'm telling you, that's God. This man have potential in him to serve God. And then he participated in healing. That's why I congratulate him. This man, I'll tell you this, brother. I always said it and I'm going to say it. There is something in you that God likes. One day you're going to see that. But you will not run away like Jonah. You run away, he's going to bring you back. You understand, right? And his mom, she makes nice curtains, beautiful curtains. For free. No, not for free. But she's the best. That's how we know Leo. We know you. I know your mom for a long time. But let's congratulate him, people. There's his brother here. Anybody else? We all got. Can you make one for Leo too? Let's pray for these people for a second. Let's reach out. You want to come stay next to him or you want to take a picture? That's the girlfriend right there. And the wife, in the future, they're getting in trouble.
Stay here, my sister, stay here. You know, she danced so good, people. I'm jealous of her. Stepan dance, she dance, but they're not better than me, of course. You know. Let's pray. Lord, bless my brothers and my sisters here and the people who are here in this side and the people who are watching. I pray that one day I see my brothers and sisters step out and take the calling of the Lord. And Lord Jesus, you bless their life. And I pray that after these people who know how to do healings, they continue that gift because the world needs healing. And Lord, use them mightily. In my sight, I send them to the world. Provide them with money, provide them with open doors, allow them to travel and become mighty, mighty people. And my friend says, amen. All right, let's take a picture. Yeah, no, I don't think so. I think we should. All right, let's take a picture. We got a picture, right? Yes. All right, everybody sit. Okay, come closer. We're gonna take a picture, people. Tall people, be back. Short people, you short, my sister. Go over. All right, let's take a picture, people. Come on. I don't have certificate, but it's okay. Leo, come on, brother. Let's everybody come closer. This is a beautiful moment. You got it? Is your iPhone working or you formatting? All right, let's everybody sit down for a second. Thank you, guys. Let's one more time thank them, people. Really? All right, so վերջի բանը ասո շորտ, որ կխնդրեի, որպեսզի financially օգնեք մեր եկեղեցուն։ So բացեք ձեր վալետները եւ օրհնեք Տիրոջը։ Շնորհակալություն, կտեսնենք մյուս շաբաթ։ Thank you. That's it.